Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի IFE+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Կառավարությունը փորձել է հնարավորինս կրճատել ծախսերը եւ ճոխ գնումներ թույլ չի տալիս, ինչի համար վերջերս հաճախ քննադատվում է, ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադայանը։ Ճիշտ բազմոցներ են լինում, բայց եկեք ասենք քանի հատ այդ բազմոցներից։ Ներկայացական տեղեր պետք է ունենանք, թե չէ։ Տաբուրետի վրա չեն նստելու։ Երկրի տնտեսության մեջ արկա թերություններից շատերը հնարավոր չէ առաջիկայում շտկել։ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը այս հարցում մեղադրում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Նա ոչնչացրեց կապիտալիզացիան Հայաստանում։ 2013 թվականին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով 220,000 դրամ տուգանքի դատապարտված Արտակ Բուդաղյանի գործը վերաքննիչ դատարանում է։ Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի, իրավապահները փորձում են Սուրիկ Խաչատրյանին եւ նրա մերձավորներին ներկայացնել որպես պաշտպանվողներ, որոնք տուժել են Արտակ եւ Աբետիկ Բուդաղյանների գործողություններից։ Սիրտանոթային հիվանդությունները Հայաստանում ամենատարածվածն են եւ մահացությունների ընդհանուր թվի կեսն են կազմում։ Այսօր Էրեբունի սրտաբանական կենտրոնի 30-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է կենտրոնի ղեկավար Համլետ Հայրապետյանը։ Դա ոչ միայն մեր հանրապետությունն է այդպես, դա ընդհանուր միջազգային թիվ է, դա ընդհանուր միջազգային համաշխարհային վերլուծություն է այդպես ցույց տալիս։ Եվ բնականաբար սիրտանոթային հիվանդությունների բուժումը հանդիսանում է ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական լուրջ պրոբլեմ։ Այնպես որ այս կոնֆերանսները, այսպիսի գիտաժողովները շատ անհրաժեշտ են։ Հանուն օրենքի հասարակական շարժումը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև կազմակերպել էր բողոքի ակցիա, պահանջելով հարգել հայկական հիմնադիր արժեքները։ Մենք մոտենում ենք Եվրո միության շենքին հիմա եւ խնդրենք, որ պաշտպանենք մեզ գենդերային հավասարության ոչերից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը անդրադառնալով անդիմության մատների թանաքոտման մասին առաջարկին նկատել է, որ եթե համացանցում կային տեսանյութեր, թե ինչպես թաց անձեռոցիկով անձնագրից ջնջվում է թանակը, ապա մատների վրայից ջնջվող նյութերը ավելի շատ կլինեն։ Նա նաև նկատել է, որ դեկտեմբերի 6-ին անցկացվող համարարական հանրաքվեին օգտագործվելու է նույն ընկերության կողմից առաջարկվող հատուկ թանաքանյութ, ինչն օգտագործվել է նախորդ անգամ, քանի որ այլ ընկերություններից նման առաջարկներ չեն ստացվել։ Բելարուսում հոկտեմբերի 11-ին անցկացված խորհրդանական ընտրություններում արդեն 5-րդ անգամ հաղթած Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է իր պաշտոնը։ Մինսկի անկախության պալատում հանդիսավոր միջոցառման ժամանակ Լուկաշենկոն ձեռքը դրել էր սահմանադրության հատուկ օրինակի վրա եւ բելարուսերենով երդվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն նորից Բելարուսի նախագահ է դարձել հավաքելով ձայների 83.5%-ը։ ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Իրանը կարող է Սիրիայի ճգնաժամի լուծման դիվանագիտական գործընթացի մաս կազմել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը։ Անգամ հաշվի առնելով առկա տարաձայնությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին աջակցելու հարցում, մենք կարծում ենք, որ Իրանը կարող է դիվանագիտական լուծման մաս կազմել, ասել է Ռոդսը հեռախոսային ասուլիսի ընթացքում։ Նրա խոսքով դա կարող է իրականացվել քննարկումների միջոցով, որոնք այժմ անցկացվում են Վիեննայում։ Օրվա լրահոսը։ Հանրաքվեին այո քարոզողների ծանր հրետանին արդեն գիտի, թե որ մարզում է իրականացնելու քարոզարշավը։ Բնականաբար ես ունեմ տարածք, դա Գեղարքունիքի մարզն է։ Հրանուշ Հակոբյանը սակայն կհետևի հանձնարարություններին, գուցե այլ մարզերում էլ պետք գա։ Ինքը հիմնավորելու է, որ նոր սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը չի վերարտադրվի։ Ով ասեց նոր չփոխվող սահմանադրության դեպքում հնարավոր չէ, որ այսօրվա հանրապետության նախագահը վաղը վարչապետ դառնա։ Այո, Տիկին Հակոբյանի այսօրվա դրությամբ մեծ առավելություն ունի ոչի նկատմամբ, բանձեն աչքով է երևում։ Որպես քաղաքացի հետևում եմ միտինգներին, ոչի միտինգներին։ Խնդրում եմ ասեք, որտեղ են այն ահռելի ոչերը, որ դուրս են եկել փողոց եւ պահանջում են չընդունել այս սահմանադրությունը։ Ոչին հակված ինչ-որ անտարբեր մարդիկ հեռուստատեսությամբ երևացել են այս կնոջ աչքին, այդքան շատ չեն, որ այոն պարտվի։ Այո, համոզված եմ, որ այս թևում, այոյի թևում տարբեր քաղաքական կուսակցություններ համախմբվել են եւ ավելի մեծ թիվ են կազմում,
քան ոչի բևեռում եղածները։ Տիկին Հակոբյանը ոչ միայն ուզում է ասել, այլև վստահեցնում է, որ հանրապետականը չի կեղծելու հանրաքվեն, ինքն անձամբ առաջին անգամ է լսում ընտրակեղծիք բառը։ Ձեզ ընտրակաշարք տերմինը հայտնի է։ Բոլորովին ինձ հայտնի չէ։ Կրթության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես ներգրաված է քարոզարշավում, ինքը արդեն քաղաքական հաղորդում ունի հանրային հեռուստաընկերության, որտեղ կհրավիրի նաև ՀԱԿ-ի ներկայացուցիչներին։ Մենք ի սկզբանե չունենք սև ցուցակ։ Նախարարն այսօր ազգային ժողովում վստահեցնում էր, որ ուսուցիչները չեն ներգրավի ԱՅՈ-ի քարոզարշավի մեջ։ Նման դեպք չունենք իդեպ։ Ունենք դեպք դասախոսների ներգրավման քարոզարշավի մեջ ոչի ճակատից։ Հիշեցնեմ, ֆիզիկայի ֆակուլտետի պատմությունը ԵՊԱ-ի։ Իդեպ կրթության նախարարը հաղորդավար լինելուց բացի նաև ԱՅՈ-ի շտաբի անդամ է եւ հանրապետականի փոխնախագահ։ Կան մարդիկ, որոնք ինձ չեն կարող տարածական անցալել։ Ես տարածական անձնավորություն եմ։ Դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի քաղաքացիների անձնական տվյալները ներառող ընտրացուցակները նախնական են, ոստիկանությունում չեն բացառում, կարող են որոշակի անճշտություններ լինել, սակայն ուռճացված ցուցակների մասին մեղադրանքները նրանք չեն ընդունում։ Ցուցակ ուռճացնել նշանակում է, որ բնակչության պետական ռեգիստրում կա հաշվառված անձ, ընտրելու իրավունք ունեցող անձ, այսքան ոստիկանությունը արհեստականորեն անում է միջոցներ ցուցակները ուռճացնելու համար։ Ոստիկանության կազմակերպած քննարկմանը ներկա եք падգամավորը հետաքրքրվում է ինչպես պետք է լուծվի նույն անուն, ազգանուն, հայրանունով ընտրողների հարցը, երբ ID քարտերում հաշվառման հասցե չկա։ Ես իմ վրա եմ օրինակ բերել իմ համակարգացի Մագլսի Հովհաննես Հայկի Մարգարյան, ով նույն Գյումրի քաղաքում է, Գյումրին այդպես խոշոր քաղաք չի, եւ միայն Գյումրիում կա երկու կրկնություն։ Տարբերվում ենք հիմնականում մեր հաշվառման վայրով։ Ոստիկանությունը վստահեցնում է, որ ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը բավական են ընտրողներին տարբերակելու համար, անգամ այդ համընկնումով 218 ընտրողներն արդեն առանձնացվել են։ Իդեպ այդ անձանց լուսանկարները, բոլոր տվյալները մենք չենք զլացել, բոլոր ազնագրային ծառայություններից հավաքել ենք մեր մոտ իմ սեղանին դրված է։ Բնակչության պետական ռեգիստրում նոյեմբերի 4-ի դրությամբ հաշվառված է 3.317.965 մարդ, ընտրելու իրավունք ունեն նրանցից 2.554.332-ը։ Ընտրացուցակներում այս անգամ են տեղ գտել մարդկանց անուններ, որոնք երկար տարիներ է Հայաստանում չեն բնակվում։ Այս խնդիրը ոստիկանությունը լուծել չի կարող։ Ոստիկանությունը իրավասու սեփական նախաձեռնությամբ անձանց հանելու ցուցակի, ովքեր կգտնվեն արտերկրում։ Իդեպ քննարկմանը մասնակցելու համար հրավիրվել էին ընտրացուցակների խախտումների մասին տարբեր հայտարարություններ անող գործիչներ, որոնք սակայն հանդիպմանը չէին եկել։ Ամեկ+-ի լրագրող Մարինե Խաչատրյանի գործով դատական նիստը վերաքննիչ դատարանում կրկին հետաձգվեց։ Դատարանը դատախազից պահանջեց քրեական գործի նյութերը ավելի մանրամասն ուսումնասիրելու համար։ Տարիների ընթացքում լրագրողի աշխատանքին տևս է խոչընդոտում, բայց 164 հոդվածով գործեր չեն հարուցում, կամ եթե հարուցում են, ապա նախաքննության փուլում կարճում են։ Այսինքն, որն է պատճառը, որ դատարանները չեն ստանում 164 հոդվածով գործեր։ Մենք կարծում ենք, այստեղ համակարգային խնդիր կա։ Եվ գուցե դա էր դրդապատճառը, որ դատավորը ուզեց ավելի մանրամասն ուսումնասիրել քրեական գործի նյութերը։ Մարինե Խաչատրյանն ու նրա ներկայացուցիչները դիմել էին վերաքննիչ դատարան բողոքով։ Նրանք պահանջում էին վերացնել Արաբգիր եւ Քանաքերզեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ակտը եւ նախաքննական մարմնին պարտավորեցնել շարունակելու ազգային ժողովի Բաքում տեղի ունեցած միջադեպի առիթով գործի նախաքննությունը։ Դատախազությունը գտնում է, որ քանի որ պաշտոնատար անձը լրագրողի ձեռքին հարվածելիս այդ պահին տեղյակ չէր, որ նա լրագրող է, նշանակում է չկա իրավախախտում։ Մենք գտնում ենք, որ իմանալու հատկանիշը էական չէ։ Էականը այն է 164 հոդվածի համար, որ լրագրողի աշխատանքը դադարեցվել է, այսինքն ինֆորմացիայի հոսքը լրագրողից դեպի հանրություն խոչընդոտվել է։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին հակահարված արտխմբի ակցիան լուսաբանելիս ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարվածել էր Ամեկ+-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը iPad-ը։ Տարբեր երկրներից ժամանած այս երիտասարդները սեփական նախաձեռնությամբ մաքրում են Հանրապետության փողոցի հատվածներից մեկը։ Սա խորհրդանիշ է նրա, թե ինչպես պետք է մարդիկ վերաբերվեն շրջակա միջավայրին, քաղաքին, բնությանը։ Պետք է սոցիալական պատասխանատվություն լինի։ Երիտասարդները մեր երկիր են ժամանել կրթական ծրագրով։ Մոտ 1 շաբաթ քննարկում են անցկացրել, անդրադարձել սոցիալական աշխատանքին, կամավորությանը վերաբերող հարցերի, ունեցել են հանդիպումներ։ Я первый раз в Армении, и у меня очень хорошее и красивое впечатление. Если ты хочешь волонтерством заниматься, надо начинать с маленьких, но очень приятных
работать. Это очень, кстати, практично тоже, потому что если хочешь найти хорошую работу, так тебе это, наверное, очень поможет. Ծրագրի մասնակիցների թվում է նաև այս թրքուհին։ I'm Damla. Նախքան ժամանելը նա բոլորովին այլ պատկերացում է ունեցել Հայաստանի ու հայերի մասին։ Ես տեսա հայաստանյան հյուրընկալությունը, տեսա Հայաստանն առանց նախապաշարմունքների, ականատես եղա թե ինչպես են կոտրվում կարծրատիպերը։ Բոլոր տեղացիները շատ բարեհամբույր են, իմանալով հանդերձ, որ Թուրքիայից են պատրաստ են ամեն հարցում օգնել։ Երիտասարդ թրքուհին չի խուսափում պատասխանել հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին։ Ես իսկապես ցավում եմ դրա համար, բայց քաղաքական առումով չեմ կարող ոչինչ ասել։ Ես խոսել եմ այստեղ մարդկանց հետ, նրանք ինձ պատմել են կոնկրետ պատմություններ, որոնցից մինչև հիմա փշաքաղվում է մարմինս։ Երիտասարդներն այսօր մեկնելու են, սակայն վստահեցնում են, վերադառնալու մեծ ցանկությամբ։ Այն քաղաքական ուժերը, որոնք ոչ են ասում սահմանադրական փոփոխություններին, որդեգրել են 3 տարբեր մարտավարություններ։ Առաջինն այն է, որ մինչև դեկտեմբերի 6-ը պետք է հեղափոխություն անել եւ այդպիսով ոչ մի հանրաքվե տեղի չի ունենա։ Երկրորդ ճանապարհի կողմնակիցներն ասում են, որ պետք է պատրաստվել հանրաքվեին եւ ազգովի ոչ ասել սահմանադրական փոփոխություններին։ Կա նաև երրորդ տեսակետը, այս գործընթացը կեղծ է, որը ընդհանրապես պետք է արհամարել եւ պատրաստվել 2017 թվականի խորհրդանական ընտրություններին, որ ճանապարհն է ճիշտ, օրվա գլխավոր թեման։ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ոչի ճակատը թեև 2 հատվածով է հանդես գալիս, սակայն չի բացառում, որ մինչև դեկտեմբերի 6-ը կմիավորվի։ Երկուսից նպատակներն էլ նույնն է՝ իշխանափոխությունը։ Նույն մարտավարության տարբերություններ կա։ Ես կարծում եմ, որ այս քարոզարշավի ընթացքում մեր մոտեցումները երևի կմոտենան եւ դեկտեմբերի 6-ին առաջ մենք երկուսով կարծում եմ նույն լոզունգով հանդես կգանք։ Մենք ասում ենք իշխանափոխություն, որ ոչ լինի, իրենք ասում են ոչ, որ իշխանափոխություն լինի, բայց արդյունքում նույնն է դառնում։ Ըստ էության այս դեպքում է իսկապես ասված գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխում։ Եթե մենք հաջողենք այդ բանաձևումներից որևէ մեկը կյանքի կոչել, միանշանակ ողջունելի է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը թե ոչի, թե այոյի պայքարը համարում է կեղծ օրակարգ, քանի որ սահմանադրական փոփոխությունների ընդունում-չընդունումը ըստ նրանց չի փոխելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը։ Մենք չենք ասում, որ ոչի ճակատը ի սկզբանե ստեղծվել է նրա համար, որպեսզի նպաստի Սերժ Սարգսյանի վերարտադրմանը, բայց դրա մեջ կա ճշմարտության հատիկ այն առումով, որ ամեն տապալված ընդդիմադիր շարժում նպաստում է ռեժիմի երկարաձգմանը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ ոչի ճակատը լեգիտիմացնում եւ ուժեղացնում է այոյի ճակատը։ Ժառանգության փոխնախագահի կարծիքով պարոն Աշոտյանը ընդհանրապես փորձել է քաղաքական հնար կիրառել սքողելու իրականությունը։ Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, եթե մարդասպանի դեմ փորձում ես պաշտպանվել կամ թշնամու դեմ փորձում ես պաշտպանվել, ուրեմն լեգիտիմացնում ես նրա այդ մարդ սպանելու քայլը։ Եթե նրանք համաձայն են մեր տեսակետին, իսկ մեր տեսակետը հստակ է, այս իշխանությունները պետք է հեռանան բոլոր պարագայում, ուրեմն Արմեն Աշոտյանը ճիշտ կլներ, որ իր կուսակցության հետ միասին հրաժարական տային։ Ոչի ճակատի ներկայացուցիչները նաև անհիմն են համարում են կարծիքները, թե իրենց պայքարը կեղծ օրակարգի հիման վրա է։ Ըստ նրանց, եթե միասնական ճակատ կազմվի ժողովրդի հետ, այս իշխանությունները ամենազոր չեն եւ ի վերջո նահանջելու են։ Ցանկացած ճանապարհ ընտրելուց առաջ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպիսի ռեսուրսներ կան այդ ճանապարհով գնալու համար։ Հիմնադիր խորհրդանի ընտրած հեղափոխական ճանապարհը պահանջում է բազմահազարանոց զանգվածների ակտիվություն, ցույցեր ամբողջ հանրապետությունով մեկ եւ հավատ, որ հեղափոխությունից հետո իրավիճակը կփոխվի։ Կա արդյոք այս իրավիճակը։ Դժվարանում եմ ասել։ Մնացած 2 տարբերակները տեսականորեն հնարավոր են այն դեպքում, եթե ընդդիմությունը ստանա շատ ուժեղ բարոյական եւ նյութական աջակցություն դրսից, եւ ամեն մի տեղամասում լինեն թե ընդդիմության վարձատրվող ներկայացուցիչներ եւ թե արտասահմանյան դիտորդներ։ Հույս դնել, որ մեր քաղաքացիներին շատ է հետաքրում այս սահմանադրական գործընթացը, կարծում եմ այնքան էլ իրատեսական չէ։ Արտասահմանից ակտիվ արձագանքներ առայժմ չկան։ Մյուս կողմից հասկանալի է, թե ինչու է ընդդիմության մի մասը ցանկանում քաղաքացիական անհնազանդությամբ հասնել իր նպատակին։ Հայաստանի նախորդ փորձով կարելի է վստահաբար ասել, որ ընտրությունների եւ հանրաքվեների վրա հույս դնելը առանձնապես իմաստալից չէ։ Բոլոր նյութական եւ վարչական ռեսուրսները կենտրոնացած են իշխանության ձեռքը։
Ընտրական մեխանիզմ Հայաստանում ըստ էության գոյություն չունի։ Ամենքլուսի զրուցակիցն է Նոր Հայաստան ճակատի անդամ Գարեգին Չուքազյանը։ Պարոն Չուքազյան, կարելի է ասել, որ հիմա նախապատրաստական փուլն է քաղաքացիական անհնազանդության ձեր ակցիայի, թե արդեն սկսվել են ակցիաները։ Չէ, մենք հիմա իրազեկման փուլում ենք գտնվում, հանդիպումները, որոնք անց են կացնում մարզ կենտրոններում, Գյումրիում, Վանաձորում, նաև Երևանի տարբեր շրջաններում նպատակ ունի իրազեկել մեր ծրագրի մասին, կապված մեր ծրագրի եւ սա է։ Բուն ակցիաները կսկսվեն մենք ամսի 1-ին, դեկտեմբեր 1-ին մեր ամբողջ ժողովրդին կոչ ենք անում հավաքվել Ազատության հրապարակում եւ որոշել իր գործողությունները, թե ինքը ինչպես պետք է վերահսկի այս վիճակը, ինչպես պիտի իր ճակատագիր իր ձեռքում պահի, ինչպես պիտի ոչ ասի, ինչպես պիտի վերահսկի այդ ոչին, ինչպես պիտի կարողանա ի վերջո ազատվել այս ռեժիմից։ Չեք ակնկալում, որ կկրկնվի այն, ինչ որ տեղի էր ունեցել ապրիլի 24-ից առաջ, այսինքն նորից կձերբակալեն, հետո կանցնի հանրաքվեն, նորից բաց կթողեն։ Ես չեմ բացառում բռնություններ, բայց եկեք նկատի ունենանք, որ մենք գործ ունենք հանրաքվեի քարոզարշավի շրջանի հետ, որը մշտապ դիտարկման է ենթարկվում աշխարհի կողմից եւ այս պարագայում փաստորեն իշխանությունները բռնությունների գնալով, ապօրինի բռնությունների գնալով, որը իր համար սովորական բան է դարձել, ապա լեգիտիմացնելու է հանրաքվեն։ Սա է, որ նորություն է անմատ ապրիլի 24-ին իրենց համար։ Իսկ քաղաքացիական հնազանդությունը ամբողջապես օրինական պայքարի ձև է։ Քաղաքացիական անհնազանդությունը անգամ մեր Սահմանադրական դատարանի մեկնաբանությունների եթե կարդաք, տպված Հայաստանում անկախ, կտեսնեք, որ իրենք համարում են սահմանադրական իրավունք քաղաքացիների։ Իսկ եթե դրան գումարեք, որ նաև Հայաստանը ստորագրել է մարդու իրավունքների միջազգային փաստաթղթեր, ուրեմն պետք է հասկանալ, որ դա նաև միջազգային պարտավորություններ են։ Ինչ է մտնում քաղաքացիական հնազանդության մեջ։ Դա բավականին առանձին հաղորդման նյութ է, քաղաքացիական հնազանդության մեջ մտնում է մեր ժողովուրդը բազմիցս արդեն արել է, անգամ չգիտակցելով շատ տեղերում, գյուղերում, երբ որ ճանապարհներ են փակում, դա քաղաքացիական հնազանդության, ասենք, տարրական ձև է։ Այլ ձևեր կան, երբ որ չվճարումներ են անում, հրաժարվում են ինչ-որ արտականություններ կատարելուց եւ այլն։ Դա այսինքն երկար խոսակցություն է։ Մենք կարծում ենք, մենք բոլոր ժողովրդին հրավիրում ենք, որպեսզի այդ քննարկումը լինի եւ որոշումը միասին կայացվի, ոչ թե ինչ-որ մի խումբ, մի ճակատ որոշում կայացնի ամբողջ ժողովրդի համար, այլ ժողովուրդը ինքը հավաքվի եւ անմիջական ժողովրդավարության ձևերով, ոչ թե ներկայացչական, այլ անմիջական ժողովրդավարության ձևերով, ինչպես մենք արել ենք 88 թվականին, ի վերջո որոշի իր ճակատագիրը։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցները Նոր Հայաստան ճակատի անդամ Գարեգին Չուքազյանը։ 2008 թվականի նոյեմբերի 6-ին Seal Group կոնցերնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի հայրը Ալբերտ Սուքիասյանը բաց նամակ է եղել Հայաստանի իշխանություններին, մամուլին, Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին եւ միջազգային կառույցներին, որում ուշադրություն էր հրավիրում իրենց ընտանիքի եւ նրան պատկանող ընկերությունների շուրջ ծավալվող իրադարձությունների վրա։ Հիշեցնեմ, որ Seal կոնցերնի եւ նրա նախագահ Խաչատուր Սուքիասյանի դեմ այն ժամանակ ծավալվում էին աննախադեպ հալածանքներ, այն պատճառով, որ նա նախագահական ընտրություններում պաշտպանել էր Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։ Էլ ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել նոյեմբերի 6-ին անկախ Հայաստանի պատմության ընթացքում։ Նյութեր Ամեկլուսի պահոցից։ 1990-ի նոյեմբերի 7-ը Հայաստանում աշխատանքային օր չէ, սակայն դա ոչ մի կապ չունի հոկտեմբերյան հեղափոխության հետ, պարզապես աշնանային դպրոցական արձակուրդի օրերից մեկն է, ավելին սովորական կիրակի օր է։ Վերջին մի քանի տասնյակ տարում առաջին անգամ Լենինի անվան հրապարակում հեղափոխության առաջնորդի արձանի մոտ հանդիսավոր որևէ միջոցառում չկա։ 1991-ի նոյեմբերի 7-ին Երևանի այս հրապարակն այլևս Լենինի անունով չէ, չկա նաև Լենինի արձանը, թեպետ պատվանդանը դեռ պահպանվում է։ Անկախության առաջին օրերին վերջնականապես դատարկվել են խանութների սառնարանները, Ադրբեջանը փակել է իր տարածքով Հայաստան մտնող ռուսական գազը։ Այդ պատճառով հաց եւ էլեկտրաէներգիա չկա, փողոցային առևտուրը մեծ եւ արագ թափ է հավաքում։ Կարելի է արդեն ծխել Marlboro, իհարկե ուսուցչի 2 ամսվա աշխատավարձով։ Այսպես
այլևս ապրել չի կարելի։ 1997-ի նոյեմբերի 7-ին Կոմկուսի ղեկավար Սերգեյ Բադալյանը հայտարարում է, որ Կոմկուսը պատրաստ է իր վրա վերցնել ազգը բուրժուա դեմոկրատներից փրկելու ծանր գործը։ Մեծացել է ըստ Բադալյանի կոմունիստական կուսակցության դերը Հայաստանում։ Հենց շնորհիվ Կոմկուսի է անկախ Հայաստանի ղեկավարությունը կողմնորոշվել դեպի հյուսիս, Ռուսաստան, բայց միևնույն է, նրան փոխել պետք է։ Անձեր փոխելով ոչ մի հարց Հայաստանում չի լուծվի։ Ամբողջ իշխանական խումբը պետք է հեռացվի եւ ասպարեզ բացվի այն ուժերի համար, որոնք իսկապես ի վիճակի են այս ժողովրդի ուրեմն հազարավոր արյունոտ վերքերը ամոքել եւ բուժել։ Հաջորդ տարի այսօրը կոմունիստները փոքրինչ ավելի շռայլ են հոկտեմբերյան հեղափոխության տոնը նշելիս։ Նրանք վարձակալել են ազգային օպերայի դահլիճը, որտեղ հնչում է Արամ Խաչատրյանի գրած խորհրդային Հայաստանի հիմնը։ Կոմունիստները փաստում են, որ հեղափոխությունը 81 տարի անց էլ դեռ չի ավարտվել։ 1999-ի նոյեմբերի 6-ին Մուշեղ Գալշոյանի անվան դպրոցի ուսուցիչներն ու ծնողները քաղաքապետ Ալբերտ Բազյանից պահանջում էին թույլ չտալ դպրոցի նախկին տնօրենի վերադարձը կրթական հաստատություն, որի մասին որոշում է կայացրել վերաքննիչ դատարանը։ Նախկին տնօրենն ըստ ուսուցիչների արդեն հայտարարել է, որ վերադառնալով դպրոց հաշվեհարդար է տեսնելու իր հակառակորդների հետ եւ Բազյանն էլ իրեն չի կարող խանգարել։ Բազյանը այդպես էլ հասկացնում է ուսուցիչներին, չի պատրաստվում խանգարել։ Երբեք դատարանում չեն եղել ոչ հայցվոր, ոչ պատասխանող եւ պատը չեն ուզում լինել դատարանում։ Այդ մարդը չէ որ դատական քաշքշուկների մեջ։ Ռոբերտ Քոչարյանին առընթեր Պարուր Հայրիկյանը 1999-ի նոյեմբերի 6-ին հայտարարում է, որ զինվորական դատախազության մասին օրենքով հոկտեմբերի 27-ի գործն իրավունք չունի գտնվելու զինվորական դատախազության վարույթում։ 27-ի գործով ըստ Հայրիկյանի հարցաքննվելու են լրագրողներ, падգամավորներ, կառավարության անդամներ եւ նրանցից ոչ մեկը զինվորական չէ։ Հայրիկյանի համոզմամբ գործը պետք է վարի ազգային անվտանգության նախարարությունը։ Հայրիկյանը դեմ է նաեւ Վազգեն Սարգսյանի եղբորը վարչապետ նշանակելուն։ Եթե նա իսկապես փորձառու մարդ է եղել, ինչու նրան մինչև այսօր քաղաքական բարձր գործընթացների մեջ չեն հրավիրել։ Իմ կարծիքով վատություն է արված։ Վատություն է արված զոհվածների հիշատակի հանդեպ։ Վատություն է արված ժողովրդին։ Եվ վատություն է արվում հենց այն մարդուն, որ նշանակել են վարչապետ։ 2000-ի նոյեմբերի 6-ին վախճանվում է Հայաստանի ժողովրդական արտիստ տաղանդավոր տենոր 88-ամյա Ավագ Պետրոսյանը։ Նա օպերայի պատմություն մտավ Տիգրանյանի անուշ օպերայում Սարոյի դերը խաղալով։ Նույն օրը Երևանի քաղաքապետարանի այցելում նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջինիս ներկայությամբ քաղաքապետ Ալբերտ Բազյանը դժգոհում է, որ Երևանը չունի իր սեփական բյուջեն։ Ռոբերտ Քոչարյանը Բազյանին առաջարկում է պատճառները փնտրել իր մեջ։ Պարոն քաղաքապետ, քաղաքում դուք փողի կարիք չպետք է ունենաք։ 2001-ի այսօրը Գյուղակադեմիայի եւ Ճարտարագիտական համալսարանի քոլեջների ուսանող տղաները կրթության նախարարության դիմաց բողոքում են, որ իրենց խաբել են։ Ընդունվելիս նրանց վստահեցրել են, որ ուսումնառության ընթացքում բանակ չեն տանելու։ Մինչդեռ զինկոմիսարիատներից ծանոթագրերն արդեն եկել են, ուսման վարձերն էլ վճարած է։ Այդ ինչ սող պայմանը, որ մի քանի ամիս էլ չեն կարող համբերել, որ մենք ավարտենք դիմում, ուսումը նոր գնանք բանակ։ Ռուսական մի հատ ասացված կա, չէ՞, ուտրն պրիկած, վեճերը մատկած, խապեցին, փողերը վերցրեցին, հավաքեցին, տարան, հիմա այդ կանում ասում են վճարումները արեց, վերջացեցի մենք ասում հրաման ենք անել մի քշերվա մեջ, մի ժամվա ընթացքում, որ երեխաներին տանում են։ Ընդդիմադիր падգամավորները 2001-ի այսօրը հիասթափված են, սահմանադրական դատարանը չի քննարկել բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մասին օրենքի սահմանադրականությունը։ Ըստ նրանց այստեղ խառն է Դաշնակցություն խմբակցության մատը, որը նամակով ՍԴ-ին ասել է, որ ինքը չի մասնակցել ՍԴ դիմելու ստորագրահավաքին։ Ընդդիմադիրների կարծիքով Դաշնակցությունն ուզում է պաշտոններ ստանալ։ Եվ այս բոլորից հետո Վահան Հովհաննիսյանը ինչ կոռուպցիայի դեմ պայքար է մղելու։ Այդ մարդը արժանի չէ լուրջ վերաբերմունքի եւ նա չէ կամ նրա նմանները չեն, որ պիտի գնահատական տան Դաշնակցություն կուսակցությունը։ Սերժ Սարգսյանը կոռումպացված պաշտոնյա է, 2006-ի այսօրը հայտարարում է Transparency International-ի հայաստանյան ներկայացուցիչը։ Ըստ նրա ՀՀԿ խորհրդի նախագահ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն օգտագործում է իր վարչական եւ անձնական միջոցները սեփական նպատակներին հասնելու համար, օրինակ քաղաքական քարոզարշավի ժամանակ։ Պատասխանելով ընտրությունների ժամանակ կեղծիքների, ընտրակաշառքի եւ ծեծ ու ջարդի մասին, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խնդրեց այդպիսի բառեր չարտասանել։ Հավանաբար նման բառեր չարտասանելուց այդ երևույթները կվերանան։ Դիտեք նաեւ մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք երկուշաբթի օրը։ Ես կարծում եմ այդ բառերը ճիշտ չեք օգտագործում։ Խնդրեմ այդ բառերը չասեք, ես չեմ ընդունում։
Господин Косторский, я приношу вам свои глубочайшие извинения за бестактность своих сотрудников. Разумеется, и в нашем деле бывают ошибки. В таком случае вы спокойно уйдете домой. Не говорите этого страшного слова. Какого слова? Ошибка. Это не ошибка, полковник, я тот, кто вам нужен.